Միջազգային լրահոսն այսօր։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 8-ից 11 Ուկրաինայում կրակը դադարեցնելու վերաբերյալ հրամանին, մեղադրելով նրան միջազգային հանրությանը մշտապես մանիպուլյացիայի ենթարկելու փորձերի մեջ։ Մենք մարդկային կյանքը գնահատում ենք ամեն ինչից վեր, այլ ոչ թե շքերթները։ Ահա թե ինչու մենք, ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհը, համոզված ենք, որ մայիսի 8-ին սպասելու պատճառ չկա։ Հրադադարը պետք է անհապաղ լինի եւ ոչ թե ընդամենը մի քանի օրով կոտորածը վերսկսելու համար։ Անհրաժեշտ է անհապաղ, լիարժեք եւ անվերապահ հրադադար առնվազն 30 օրով, որպեսզի այն լինի ամուր ու հուսալի։ Սա իրական դիվանագիտական ջանքերի հիմքը դնելու միակ միջոցն է։ Երկուշաբթի երեկոյան իր տեսաուղերձում ասել է Զելենսկին։ Կրեմլը նախորդին հաղորդել է, որ նախագահ Պուտինը առաջարկել է դադարեցնել պատերազմը մայիսի 8-ից 11-ը, երբ Եվրոպայում, այդ թվում Ռուսաստանում, հանդիսավոր միջոցառումներ են անցկացվելու երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ։ Սպիտակ տան խոսնակ Քերոլայն Լևիթը արձագանքելով մայիսի 8-ից երրորդյա հրադադարի մասին Ռուսաստանի նախագահի հայտարարությանը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հատուկ կերպով հասկացրել է, որ ցանկանում է Ուկրաինային մշտական, այլ ոչ թե ժամանակավոր հրադադարով ապահովել։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը երեքշաբթի Իսրայելի դեսպանատանը մեղադրել է անընդունելի վարքագծի մեջ, երբ դեսպանատունը երկու ֆրանսիական խմբերի, այդ թվում ընտրված պաշտոնյաներին արգելել է այցելել Իսրայել, նշելով, որ այդ խմբերը կապված են ահաբեկչական կազմակերպության հետ։ Երկուշաբթի օրը տարածված հայտարարության մեջ Իսրայելի դեսպանատունը հայտարարել է, որ թույլ չի տա երկիր մուտք գործել Պաղեստինի ապակենտրոնացված համագործակցության ցանցի կամ Ֆրանս-Պաղեստինյան համերաշխության ասոցիացիայի AFPS-ի առնչվող որևէ անձի կամ պատվիրակության, քանի որ նրանք կապված են Պաղեստինի ազատագրման ժողովրդական ճակատի հետ։ Ինչպես նշում է Reuters-ը, Ֆրանսիական Պաղեստինյան համերաշխության ասոցիացիային Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը ճանաչել են որպես ահաբեկչական խմբավորում։ Իսրայելը գործում է տեղական ու միջազգային օրենքներով սահմանված իր իրավունքների շրջանակում, կանխելու իր տարածքային կազմակերպություններից կազմված պատվիրակությունների մուտքը, որոնք ձգտում են լեգիտիմացնել իր գոյությունը ու խաթարել իր անվտանգությունը, նշել է դեսպանատունը։ Մենք խրախուսում ենք պատվիրակության ցանկացած անդամի, որը ցանկանում է այցելել Իսրայել, կապ հաստատել Իսրայելի դեսպանատան հետ, այնպիսի այց կազմակերպելու համար, որը չի իրականացվի ահաբեկչությանը սատարող կազմակերպությունը։ Ֆրանսիայի արտգործնախարարը ընտրված ֆրանսիացի պաշտոնյաներ ընդգրկող երկու պատվիրակությունների այցի թույլտվությունները չեղարկելու Իսրայելի որոշումը որակել է որպես ցավալի, հակարդյունավետ եւ ֆրանս-իսրայելական հարաբերություններին վնասող։ Ֆրանսիայում Իսրայելի դեսպանատան հրապարակային մեղադրանքները այս միավորումների եւ ահաբեկչական կազմակերպությունների միջև կապերի մասին անընդունելի են։ Հայտարարել է արտաքին գործերի նախարարությունը, գերատեսչությունը Իսրայելին կոչ է արել չեղարկել իր որոշումը։ Ուկրաինան չի կարողանա վերադարձնել իր տարածքը, եթե պատերազմը տևի ևս մի քանի տարի, այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Նա նշել է, որ երկարատև պատերազմը կարող է հանգեցնել միջուկային հարվածի ու Ուկրաինայի համար անդառնալի կորուստների։ Վենսը ասել է նաև, որ Սպիտակ տունը զգալի առաջընթաց է գրանցել Ուկրաինայում ռազմական հակամարտությունն կարգավորելու հարցում։ Արդյոք ռուսներն ու ուկրաինացիները դադարեցրել են կռվելը, թե ոչ։ Մենք անշուշտ 3 ամսվա ընթացքում ավելի շատ առաջընթաց ենք գրանցել, քան նախորդ 3 տարիներին, ընդգծել է ԱՄՆ փոխնախագահը։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նախազգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է կոտրել կանադացիներին, որպեսզի ԱՄՆ-ն կարողանա դառնալ Կանադայի տերը։ Քարնին այս մասին ասել է իր հերթական ելույթում այն բանից հետո, երբ լիբերալները հաղթել են դաշնային ընտրություններում։ Քարնին ընդգծել է, որ պետք է պատրաստվել վատթարին, ոչ թե հուսալ, որ լավ կլինի։ Ինչպես ես ամիսներ շարունակ զգացրել եմ, Ամերիկան ուզում է մեր հողը, մեր ջուրը, մեր պաշարները, մեր երկիրը։ Նախագահ Թրամփը փորձում է կոտրել մեզ, որպեսզի Ամերիկան կարողանա մեր տերը դառնալ։ Դա երբեք չի լինի, բայց մենք նաև պետք է գիտակցենք այն իրողությունը, որ մեր աշխարհը հիմնովին փոխվել է, ասել է վարչապետը, ընդգծելով, որ դրանք պարապ սպառնալիքներ չեն։ Քարնին խոստացել է այնուամենայնիվ հանդիպել Թրամփի հետ, չնայած ճգնաժամին, ու փորձել հաղթել ԱՄՆ-ի հետ առևտրային պատերազմը։ Երբ ես նստեմ նախագահ Թրամփի հետ, դա կլինի երկու ինքնիշխան պետությունների միջև ապագա տնտեսական ու ռազմավարական հարաբերությունների քննարկում, ընդգծել է նա։
Նշենք, որ Թրամփը վերընտրվելուց հետո բազմիցս հայտարարել է, որ հարևան Կանադան պետք է դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների 51-րդ նահանգը։ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանը կիսվել է Ադրբեջան կատարած այցից ստացած տպավորություններով։ Նա շնորհակալություն է հայտնել Իլհամ Ալիևին։ Երեկ Բաքվում մենք պայմանավորվածություններ ձեռք բերեցինք ու փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս ուղևորությունը վստահության ամրապնդման, գիտական, տնտեսական, մշակութային ու պահպանական համապարփակ համագործակցության նոր հորիզոններ բացելու նախերգանքն է, գրել է Փեզեշքյանը X-ի իր հարթակում։ Դե ինչ, այսօրվա համար այսքանը, մնացեք Օրեգիր Նյուզի հետ։